եւ այդպես։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված Ադրբեջանը շարունակում է կրակել մեր տարածքների վրա, երեք դուք ասացիք, որ գուցե ադրբեջանցի զինվորներն են անկարգ կամ ժողովրդին են ուզում վախեցնել, այս միջավայրում, այս մթնոլորտում դուք ո՞նց եք պատկերացնում խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Դե ես կարծում եմ երեք իմ ելույթում այդ թեմային մանրամասն անդրադարձա եւ կարծում եմ երեկվանից այսօր նոր բան ասելու չի ձևավորվել, այդ տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք։ Հույս ունեք, որ այս տարի գոնե կստորագրվի։ Գիտեք, հույսի եւ չհույսի մասին չի խոսքը, դա մեր աշխատանքն է եւ մենք աշխատանքը մտադիր ենք հետեւողականորեն անել։ Դուք երեք ձեր ելույթում ասացիք, որ Ադրբեջանը արհեստական, այսպես ասան, խոչընդոտներով փորձում է գործընթացը ձգձգել, գուցե այս բառացի չեմ ասում, բայց իմաստը է դա։ Այս պայմաններում, դա եմ ուզում հասկանամ, հնարավոր է կնքել խաղաղության համաձայնագիր։ Գիտեք, մենք ել եմ ասում, դա մեր աշխատանքն է, մենք այդ աշխատանքը պետք է անենք հետեւողականորեն։ Այսինքն, ընդհանրապես ոչ միայն միջազգային, այլև ներքին տրամաբանության մեջ այնպես չի, որ ծրագրերը, որ մենք դնում ենք սեղանին կամ ընդունում ենք, այդպես միանգամից ստացվում է։ Սկսած պարհիկային ոստիկանությունից շարունակած 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրից, ծրագրերը ջանք են պահանջում, հետեւողականություն են պահանջում, հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն են պահանջում։ Դա մեր աշխատանքն է, դա մեր օրակարգն է եւ մենք այդ աշխատանքով պետք է զբաղվենք։ Պարոն վարչապետ, Պարոն ճանապարհների ապաշրջափակման հետ կապված շատերը, այսպես ասած, փորձագետները կարծիք են հայտնում, որ այսպես մեղմացումը Ադրբեջան-Նախիջևան ճանապարհների հետ կապված ինքը ավելի շատ միջանցքային տրամաբանություն ունի, ինչ կարող եք ասել, այս մասով խաղաղության պայմանագրից, այսպես բանակցություններից առանձնացված ճանապարհների ապաշրջափակման մասով կան բանակցություններ Ադրբեջանի հետ եւ ի վերջո ինչպես ստուգվելու ադրբեջանական բեռները կամ ինչպես է դա տեղի ունենալու։ Գիտեք, տեսեք, դուք խոսում եք մեղմացման մասին, ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին է պատասխան կա Ադրբեջանի առաջարկին, ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել, կան այլև այլ մեկնաբանություններ, բայց նաև էլի ես կարծում եմ, որ մենք պետք է process-ը ճիշտ հասկանանք, այսինքն ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ինքը ունի նրբություններ եւ այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել եւ մենք ի սկզբանե էլ տեսեք, որ հարցի հեղինակը խոսում է մեղմացումների մասին, հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետեւ հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների եւ ելի եմ ասում նաեւ շատ կարեւոր է արձանագրել, չէ, որ մենք երբ որ ասում ենք պատրաստ ենք այդ լուծումների, բայց մենք մեզ հարց ենք չէ տալիս, բա մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք։ Եթե մենք այդ վստահությամբ ասում ենք, այդ նշանակում է, որ ել եմ ասում, դիվանագիտական նրբությունների պատճառով եւ քանի դեռ համաձայնեցված չէ, մենք ամեն ինչը չենք կարող զուտ կոռեկտությունից աշխատանքի տրամաբանությունը չխախտելու համար բացել։ Բայց եթե մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի, մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնի, ասի, հա, շատ լավ, նորմալ կոմպրոմիս է,
եւ ներողություն եմ խնդրում, փոխադարձ ընդունելի կարող է լինել, այսինքն էս է տրամաբանությունը։ Համարում է Ադրբեջանը ասում է անդադար, ասում է պարոն վարչապետ, անխոչնդոտ ճանապարհ եւ Ես դրա մասին բազմիցս ասել եմ։ Ինչ են ուզում, ինչ են իրենց ուզածը կբացատրեն։ Տեսեք, ուրեմն անխոչնդոտ չի նշանակում օրենքի հասկանում դրա։ Ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չէին օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ པարզ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի թուղթը չի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղակարդ։ Ոչ մի խաղակարդ, ինչքան դա խաղակարդ է, այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա։ Ես եթե չեմ սխալվում, ամռանը Երևանում տեղի ունեցավ քննարկում հրապարակային խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ, եւ ես նաեւ իմ ելույթում մանրամասն անդրադարձել եմ նոյեմբերի 9-ի ասում եք գրեթե նույնական են խաղաղության խաչմերուկը եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ներողություն, մի հատ որպեսզի པարզ լինի։ Ես ասում եմ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն, կասեմ հեսա։ Եվ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված։ Այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը, հասկանաք, շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը, մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք, որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով, ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի։ Բայց դա ինչու ֆիքսված չէ, պարոն վարչապետ, որ մեկնաբանության տեղիք է տալիս։ Ֆիքսված այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի մեջ։ Որտեղում պետք է չլինի։ Տեսեք, ուրեմն էլի եմ կրկնում, որևէ տեղ, որևէ բան գրած չի, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կերպ կարող է նսել, չկա այդպիսի բան, դա բացառված է, ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն ստացվել, ճիշտ չեն ասում ուղղակի։ Ես վերահսկողության այդ գործառույթի մասին եմ հարցնում, որը մեկնաբանում եք դուք մի ձև, Ադրբեջանը։ Ես չեմ մեկնաբանում մի ձև, ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել։ Մնացածը ուրիշ ժանրի պատմություն։ Ես չգիտեմ ով է կասկածի տակ դնում։ Ես ասում եմ, որ դա չի կարող կասկածի տակ դրվել։ Ինչի՞ է տակվում ով է կասկածի տակ դնում։ Ես ասում եմ, որ դա չի կարող կասկածի տակ դրվել։ Պարոն վարչապետ, տեսեք, մենք գնում ենք Հայաստանը գնում է խաղաղության, հա, բայց մեր ընդդիմադիր